Բկայությունների թղթապանակում, որը հայտնաբերվեց 1998 թվականի մարտական շտաբի արխիվում, բացակայում էին 3 էջեր։ Դրանք չէին վառվել, չէին ջրվել, չէին մաշվել ժամանակի ընթացքում։ Դրանք պարզապես չէին եղել այնտեղ։ Կարծես ինչ-որ մեկը գիտակցաբար հանել էր ճիշտ այն պահին, երբ պատմությունը սկսում էր արձանագրվել։ Հին թղթերի խոնավ հոտը խառնվում էր տարիքոտ շինության սառը օդի հետ, իսկ փաստաթղթերի մակերևույթին տեսանելի էին մոխրագույն մատների հետքեր, նրանց, ովքեր վերջին անգամ բռնել էին այդ էջերը։ Մենք երբեք չէինք իմանալու, թե ինչ էր գրված այդ բացակայող էջերում, բայց հենց այդ լռությունը, այդ դատարկ տարածությունը յունը փաստաթղթերի մեջ աղաղակում էր ավելի բարձր, քան ցանկացած խոստովանություն։ Էդիլլու դզորակի ճակատի հրամանատարը, որն այն տարիներին համարվում էր անպարտելի, թողել էր հետքեր ոչ միայն պատմության էջերում, այլև դրանց բացակայության մեջ։ 1992 թվականի ամառ դա ամենից վտանգավոր տարածքն էր Արցախի հարավում, իսկ այն մարդը, ով պահում էր այդ գիծը, դեռևս չգիտեր, որ իր անունը կդառնա լեգենդ եւ անեծք միաժամանակ։ Երբ վերլուծաբանները բացեցին առաջին հենակետի հետ խորհրդային պաշտպանական հարկը Գետրութում, նրանք գտան մի բան, որն ակնկալված չէր։ Հին խորհրդային բանակի ռադիոկայանի կողքին դրված էր 43 էջանոց ձեռագիր մատյան, որտեղ գրված էր այն ամենը, ինչը պաշտոնական զեկույցներում երբեք չէր հայտնվելու։ Այդ էջերի թուղթը դարձել էր փխրուն, իսկ կապույտ թանակը մտնել էր ժամանակի մեջ, բայց տառերը դեռևս ընթեռնելի էին, եւ դրանք պատմում էին պատմություն ոչ թե հերոսության, այլ մարդկային թուլության, հաշվարկի եւ անձանձրույթի մասին։ Այնտեղ նկարագրված էին մանրամասնությունները, որոնք պատմաբանները նախ խնդրում էին անտեսել, զինվորների սննդոների սննդի բաշխումը հրամանատարական կազմի միջև, դիրքային ամրացումների շինության հաշիվները, որտեղ թվերը չէին համընկնում, եւ առանձնահատուկ ցանկեր այն անձանց մասին, ովքեր հարցեր էին տվել։ Մատյանի վերջին էջերում կային անուններ, բայց մի քանիսը խաչվել էին, եւ ոչ ոք չգիտեր, թե արդյոք դա նշանակում էր, որ մարդիկ զոհվել են, թե պարզապես հեռացվել հենակետից։ Սա էր առաջին փաստաթղթային հետքը, որը մեզ տանում էր դեպի այն մարդը, ով իր 40 տարիների ընթացքում կառուցեց ամբողջ կերպար հերոսի, ազատագրիչի, պաշտպանիչի, բայց միաժամանակ թողեց հարցականներ այնպիսի մրցույթի էջերում, որ դրանց պատասխանները կարող են փոխել ամբողջ պատմության ըմբռնումը։ 1956 թվականի հուլիսի 14-ին, երբ Արշալույս գյուղում ծնվեց Մանվել Սեկտորի Գրիգորյանը, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս երեխան կդառնա մարդ, ում անունը Արցախում արտասանելիս մարդիկ կկանգնեն հարգանքով, իսկ Երևանում կխռովեն իրենց գլուխները անվստահությամբ։ Բայց հենց այդ հակասականությունը, այդ երկճակությունը, որը դրոշմված է յուրաքանչյուր փաստաթղթի վրա, մեզ ստիպում է հարցնել. արդյոք մենք իրականում գիտենք, թե ով էր այս մարդը, կամ պարզապես հավատում ենք այն լեգենդին, որը նա ինքն իր մասին ստեղծեց։ Ազգային հերոսների պատմությունները սովորաբար գրվում են հաղթողների կողմից, բայց երբ հաղթանակը շփոթվում է արդարության հետ, եւ երբ պաշտպանությունը վերածվում է պատվարան անօրինականության համար, մենք սկսում ենք հասկանալ, որ պատմությունը երբեք չի լինում սպիտակ կամ սև։ Մանվել Գրիգորյանի դեպքում մենք հայտնվում ենք մի մարդու առջև, ով իր կյանքի առաջին կեսում գրել է իր անունը ոսկե տառերով ազատագրական պայքարի էջերում, իսկ երկրորդ կեսում հայտնվել է կալանքի տակ այն մեղադրանքներով, որոնք կարող էին ամբողջովին ոչնչացնել այդ լեգենդը։ Այս պատմությունը սովորական կենսագրություն չէ, այլ քննություն է նրա իրականության մասին, որը թաքնված է հերոսական լեգենդների եւ սկանդալային մեղադրանքների միջև, եւ որն սկսվում է հենց այդ բացակայող էջերից, որոնք երբեք չեն վերադառնա։ 5 տասնյակ տարի հետո, երբ փորձագետները վերլուծեցին այդ գտնված մատյանը, նրանց ուշադրությունը գրավեց մի անուն, որը կրկնվում էր ու մեր ավելի քան 20 անգամ՝ Արաքել Մովսիսյան, ավելի հայտնի որպես Շմայս։ Այդ անունը չէր երևում պաշտոնական զեկույցներում, բայց անտեսելի կապը, որը կար հրամանատարական շրջանակի եւ Երևանի փողոցային հզորության միջև, արդեն իսկ ակնարկում էր, որ այս պատմությունը ավելին է, քան պարզ զինվորական կերպարը։ Կառավարության մարմինները 1992-ից հետո ստեղծեցին կապեր, որոնք դուրս էին գալիս միայն մարտական օպերացիաներից։ Դրանք ներառում էին քաղաքական հովանավորություն, կիսաընտրական խմբավորումների կառավարում եւ ազդեցության ցանցեր, որոնք տարածվում էին ողջ հանրապետությունում։ Բայց նախքան այս բոլորը, նախքան իշխանության վերելքը, նախքան լեգենդների ձևավորումը, կար պարզ երիտասարդ, ով 1975 թվականից 1977 թվականին ծառայել էր խորհրդային բանակում, անցել էր սովորական զինծառայողի դաստիարակությունը եւ վերադարձել էր գյուղ պարզապես որպես մի քաղաքացի, ով դեռևս չգիտեր, որ պատմությունը պատրաստվում է կոչել նրան։
1988 թվականի գարունը փոխեց ամեն ինչ։ Ղարաբաղյան շարժումը դարձավ այն կետը, որտեղ սովորական կյանքն ավարտվեց, եւ սկսվեց այն ճանապարհը, որը կտանի նրան դեպի երկու հակառակ վերջնաբաններ։ Մենք կարող ենք վստահել փաստաթղթերին, որոնք գրվել են հաղթողների կողմից, թե պետք է փնտրենք ճշմարտությունը բացակայող էջերում, որոնք ինչ-որ մեկը որոշել է թաքցնել։ Առաջին անգամ վերջին 20 տարում նախկին դաշնակիցը խոսեց։ Այս հարցազրույցը երբեք չէր եթեր հայտնվելու պաշտոնական լրատվամիջոցներում, քանի որ այն տրվել էր անկախ հետազոտողի հետ, ով պայման էր դրել չբացահայտել խոսողի անունը մինչև 2030 թվականը։ Ձայնագրությունը, որը պահպանվում է փակ արխիվում, տևում է 3 ժամ եւ 46 րոպե, եւ դրա ընթացքում լսվում է տարեց մարդու ձայնը, որը երկար դադարներ է անում, ուժ է հավաքում եւ երբեմն նույնիսկ հեռանում է միկրոֆոնից, կարծես խոսքերը ֆիզիկապես ցավ են պատճառում նրան։ Խոսողը ներկայացնում է իրեն որպես Էջմիածնի կամավորական խմբակցության վաստակավոր զինվոր, ով 1992 թվականից մինչև 1993 թվականը ծածարել է հենց այն գումարտակում, որը հրամանատարել է Մանվել Գրիգորյանը։ Նրա պատմությունը սկսվում է նկարագրությամբ, որը խախտում է պաշտոնական պատմագրության ոսկե տոնը։ Մենք նրան տեսանք առաջին անգամ 1992 թվականի գարնանը, երբ նա եկավ Էջմիածին եւ սկսեց հավաքել կամավորականներ։ Նրա հագուստը չէր տարբերվում մյուսներից, բայց աչքերը այլ էին, դրանք ուսումնասիրում էին ամեն մարդուն, կարծես գնահատելով, թե որքան արժեք ունի յուրաքանչյուրը իր համար։ Մենք չգիտեինք, թե նա արդեն իսկ կապեր ուներ Ստեփանակերտում, բայց ավելի ուշ պարզվեց, որ նրա ճանապարհը դեպի հրամանատարություն արդեն իսկ պատրաստված էր, քանի որ 1992 թվականի աշնանը նա ստանում է Էդիլլու դզորակի մարտական խմբի հրամանատարության պաշտոնը, իսկ այդ պաշտոնը այն տարիներին նշանակում էր վերահսկել Գետրութի ամենադժվարին ու ամենավտանգավոր շրջանը։ Հարցազրույցի երկրորդ մասը պարունակում է մանրամասներ, որոնք չեն համապատասխանում պաշտոնական կենսագրություններին։ Խոսողը վկայում է, որ հրամանատարական կազմի ներսում արդեն իսկ 1992-93 թվականներին գոյություն ուներ ներքին խումբ, որը կոչվում էր շրջանակ։ Այս խումբը բաղկացած էր մի քանի հրամանատարներից, որոնք ունեին ընդհանուր տեսլական ոչ միայն մարտական գործողությունների, այլև ապագա իշխանության շրջանառության մասին։ Այդ շրջանակում կար մի անուն, որը դեռևս չէր դարձել լեգենդ, բայց արդեն իսկ ազդում էր որոշումների վրա։ Վազգեն Սարգսյան։ Այն մարդը, ով 1993 թվականին կդառնա Մանվելի ամենամոտ դաշնակիցը եւ Եռագան կազմակերպության համահիմնադիրը։ Խոսողը նշում է, որ Վազգենի եւ Մանվելի միջև կապը չէր սահմանափակվում միայն զինվորական համագործակցությամբ, այլ ներառում էր նաեւ ապագայի նախագծեր, որոնց մասին կամավորականները նույնիսկ կասկածներ չունեին։ Բայց ամենաշշմեցնող մանրամասնությունը գալիս է հարցազրույցի վերջում, երբ խոսողը նկարագրում է մի դրվագ, որը տեղի է ունեցել 1993 թվականի հոկտեմբերին, Ֆիզուլիի գրավումից անմիջապես հետո։ Մենք մտանք քաղաք երեկոյան։ Մարտերը դադարել էին մի քանի ժամ առաջ, եւ հրամանատարը հավաքեց ավագ զինվորականներին մի դատարկ շենքում։ Այնտեղ նա հանեց մի քարտեզ եւ սկսեց ցույց տալ, թե որտեղ են գտնվում հումքի պաշարները, որտեղ են նախկին կոլխոզի պահեստները, եւ ասաց, որ այս ամենը հիմա պատկանում է Արցախին, բայց որ մենք պետք է կարգավորենք, թե ով է պատասխանատու յուրաքանչյուր տարածքում։ Երբ ես հարցրի, թե ինչու է սա կարևոր հենց հիմա, երբ դեռ մարտերը չեն ավարտվել, նա նայեց ինձ եւ ասաց. «Պատերազմը միայն մեկ մասն է, իսկ հաղթանակը նշանակում է կառուցել համակարգ, որը կշարունակվի երկար տարիներ»։ Այդ պահից ես հասկացա, որ հրամանատարը մտածում էր ոչ միայն ազատագրության, այլև իշխանության մասին։ Այս հարցազրույցը մեզ ներկայացնում է մի երկրորդ Մանվել, ով զուգահեռ գոյություն ունի առաջին լեգենդարի հետ։ Նա պաշտպանիչն է, ազատագրիչը, ով իր կյանքը ռիսկի է դրել Արցախի համար, բայց միաժամանակ նա նաև հաշվարկող ռազմավարն է, ով կանխատեսում է, որ զինվորական հաղթանակները պետք է վերածվեն քաղաքական ազդեցության։ Փորձագետները, ովքեր վերլուծել են այս ձայնագրությունը, նշում են, որ խոսքերի տոնը փոխվում է, երբ վկան անդրադառնում է հրամանատարին։ Սկզբում լսվում է հարգանք եւ հիացմունք մարտական հմտություններով, բայց ավելի ուշ անհանգստություն եւ կասկած, երբ խոսքը գնում է այն մասին, թե ինչպես էր զարգանում հրամանատարական կառուցվածքը եւ ինչ դերակատարում էր ունենում Մանվելը այդ համակարգում։ 1993 թվականին, երբ Մանվելը ստանում է գնդապետի կոչում եւ նշանակվում 83-րդ բրիգադի առանձին մոտոհաշմանդամային գումարտակի հրամանատար, նա արդեն իսկ ներառված է մի ավելի լայն ցանցում, որը անցնում է զինվորական սահմաններից։ Նույն տարում ստեղծվում է Եռագան կազմակերպությունը Վազգեն Սարգսյանի հետ,
եւ թեև պաշտոնապես այն հայտարարվում է որպես վետերանների աջակցության միություն, բայց ավելի ուշ պարզվում է, որ այս կազմակերպությունը դառնում է ազդեցության գործիք, որը միացնում է մարտական փորձառություն ունեցող մարդկանց քաղաքական կենտրոններին։ Հետագայում Եռագանի նախագահությունը, որը Մանվելը պահում է 1999 թվականից մինչև 1998 թվականը, դառնում է պաշտոն, որը նրան տալիս է հասանելիություն ինչպես հանրային ռեսուրսների, այնպես էլ վետերանական շարժման հսկայական ցանցին։ Հետաքրքրականն այն է, որ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ զինադադարը դեռ թարմ է, երբ մարտական բոլոր վիրավորությունները դեռ չեն բուժվել, եւ երբ հասարակությունը դեռևս հավատում է, որ հերոսները վերադարձել են պարզապես որպես հերոսներ, առանց այլ մտադրությունների։ Բայց վկայությունները, որոնք մենք ունենք այդ տարիներից, ներկայացնում են ավելի բարդ նկար։ Ազատագրական պայքարի փորձը դառնում է սերմ հետագա իշխանական կարգերի համար, եւ մարդիկ, ովքեր կարողացան կառավարել դաշտում, սկսում են հասկանալ, որ նույն մեթոդները կարելի է կիրառել նաեւ քաղաքականության դաշտում։ Երբ մենք լսում ենք այդ ձայնագրությունը, մենք լսում ենք ոչ միայն մի զինվորի հիշողությունները, այլև փաստաթուղթ, որն ավելացնում է նոր շերտ մեր պատկերացումներին այն մարդու մասին, ով կարողացավ միաժամանակ լինել ազատագրիչ եւ համակարգի շինարար, պաշտպանիչ եւ իշխանության լուսարար։ Խոսողի վերջին նախադասությունները հնչում են գրեթե որպես զգուշացում։ Մանվելը հասկանում էր, որ մարտերը երբևէ չեն ավարտվում, այլ միայն փոխում են դաշտերը, եւ նա պատրաստվում էր մարտնչել նաեւ քաղաքական դաշտում, որտեղ հակառակորդները չեն կրում համազգեստ, բայց նույնպես վտանգավոր են։ Արդյոք այս կրկնակի բնույթը հերոսի եւ ռազմավարիչի, պաշտպանիչի եւ ազդեցության շինարարի նախանշում էր, որ պատմությունը մի օր կբաժանի նրա կյանքը երկու հակադիրակսեցումների, թե դա սովորական տրամաբանությունն էր տարիների, երբ հաղթանակը պետք էր ամրապնդել ոչ միայն ռազմական, այլև քաղաքական միջոցներով։ Հիվանդանոցի միջանցքներում ոչ ոք չնկատեց այն մարդուն, ով մտավ 1996 թվականի նոյեմբերի 2-ին եւ ուղղվեց դեպի վարչական բաժնի փակ սենյակները։ Նա չէր կրում համազգեստ, չէր ունեցել պաշտոնական զինանշաններ, բայց բուժքույրերը եւ վարչական աշխատակիցները ճանապարհ էին բացում նրա առջև, կարծես տեսնելով անտեսանելի հերինակություն, որը ճառագում էր նրա քայլերից։ Մի քանի տարի անց, երբ քննիչները փորձեցին վերականգնել այդ օրվա իրադարձությունները, նրանք հայտնաբերեցին, որ հիվանդանոցի հերթապահության մատյանում այդ անունը չկար։ Կարծես այցելությունը երբեք չէր տեղի ունեցել։ Բայց վկաները կային, եւ նրանց հիշողություններն այնքան նման էին միմյանց, որ անհնար էր կասկածել դրանց իսկությունը։ Այդ օրը ազգային հերոսի կոչման հանձնաժողովը հավաքվել էր քննարկելու Արցախյան պատերազմի հերոսների ցանկը։ Մանվել Գրիգորյանի անունը արդեն իսկ հնչել էր բազմիցս՝ Գետրութի պաշտպանության համար, Մարտակերտի վերադարձի համար, Ֆիզուլիի գրավման համար։ Բայց հանձնաժողովի անդամներից մեկը, ով հետագայում խնդրեց չբացահայտել իր անունը, պատմեց մի բան, որը երբեք չհայտնվեց պաշտոնական արձանագրություններում։ Երբ մենք քննարկում էինք թեկնածուների ցանկը, ներս մտավ մի մարդ, ով ներկայացավ որպես ՊՆ ներկայացուցիչ, թեև ոչ ոք չէր հավաստել նրա այցելությունը։ Նա դրեց սեղանի վրա մի թղթապանակ եւ ասաց. «Այս փաստաթղթերը կարևոր են ճիշտ որոշում կայացնելու համար»։ Ներսում կային զեկույցներ, բայց նաև մի քանի նամակներ, որտեղ գրված էր, որ որոշ հրամանատարներ չեն համապատասխանում հերոսական կերպարին։ Մանվելի անունը չէր այդ ցանկում, բայց ակնարկությունը պարզ էր։ Որոշ մարդիկ անհրաժեշտ են համակարգին, եւ նրանց անունները չպետք է խնդրահարույց դառնան։ Այս պատմությունը մեզ տանում է դեպի 1996 թվականը, երբ Մանվել Գրիգորյանը ստանում է գեներալ-մայորի կոչում եւ նշանակվում ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար։ Այս նշանակումը տեղի է ունենում միայն 2 տարի անց, երբ նա ստանում էր գնդապետի կոչում, եւ 43 տարեկան ծառայողի համար այս վերելքը կարևոր արագություն ուներ։ Պաշտոնական կենսագրություններն այս վերելքը ներկայացնում են որպես բնական արդյունք մարտական հմտությունների եւ հությունների եւ հրամանատարական տաղանդի, բայց փաստաթղթավորված վկայություններ չկան, որոնք հաստատում են, որ Մանվելը անցել էր ռազմական բարձր կրթություն կամ առանձին ռազմագիտական դասընթացներ այդ ժամանակաշրջանում։ Երկրորդ վկան, ով համաձայնեց խոսել միայն դատական վարույթի ընթացքում 1998 թվականին, բացահայտեց ավելի անհանգստացնող մանրամասներ։ Նա աշխատել էր ՊՆ կադրային բաժնում 1994 թվականից 1998 թվակակարգավականները, եւ նրա պարտականությունները ներառում էին բարձրաստիճան զինվորականների անձնական գործերի պահպանումը։ 1996 թվականին, երբ պատրաստվում էինք Մանվել Գրիգորյանի գեներալ-մայորի նշանակման փաստաթղթերը, ես նկատեցի, որ նրա անձնական գործում բացակայում էին էջեր։ Երբ հարցրի իմ վերադազ ղեկավարին, նա ասաց. «Մի խորանա, պատերազմի տարիներին շատ փաստաթղթեր կորան, կարևորը հիմա չէ»։
բայց ես տեսնում էի, որ այդ բացակայող էջերը հենց այն տեղերն էին, որտեղ պետք է լինեին կրթական հաստատությունների վկայականները։ Հետո ես սկսեցի տեսնել նմանատիպ բացեր նաև մյուս բարձրաստիճան զինվորականների գործերում, ովքեր նույնպես արագ էին բարձրանում։ Երբ քննիչները հետագայում փորձեցին ստուգել այս վկայությունը, նրանք բախվեցին փաստին, որ ՊՆ կադրային բաժնի արխիվները 1995-ից 98-րդ թվականների ընթացքում մասամբ վնասվել էին տեխնիկական պատճառներով։ Ճշգրիտ ամսաթվերը չեն պահպանվել, բայց փորձագետները նշում են, որ արխիվի մաքրումը տեղի է ունեցել հենց այն ժամանակաշրջանում, երբ քաղաքական իշխանության վերաբաշխումը հասնում էր գագաթնակետի եւ երբ որոշ ռազմական գործիչներ դառնում էին անձեռնմխելի։ Երրորդ վկան, ով անանուն մնաց նույնիսկ դատական նիստերում, պատմեց դրվագ, որը տեղի է ունեցել 1997 թվականի գարնանը։ Նա ծառայել էր առաջին բանակային կորպուսում որպես կապի սպա եւ ականատես է եղել մի խոսակցության, որը տեղի է ունեցել կորպուսի շտաբում։ Գեներալ-մայոր Գրիգորյանը հավաքել էր ավագ հրամանատարներին եւ բացատրում էր նոր կառուցվածքը։ Նա ասում էր, որ բանակը պետք է լինի ոչ միայն պաշտպանության գործիք, այլև կայունության երաշխիք, եւ որ զինվորական շրջանակը պետք է մասնակցի ազգային կյանքին։ Երբ մեկը հարցրեց, թե ինչ նշանակություն ունի սա կոնկրետ նրանց համար, գեներալը պատասխանեց. «Դուք պետք է հասկանաք, որ ազգային շահերը պաշտպանվում են ոչ միայն սահմանին, այլև վերջնական որոշումների սենյակներում»։ Այդ խոսքերից հետո ես սկսեցի նկատել, որ որոշ հրամանատարներ սկսեցին հայտնվել Երևանում ավելի հաճախ, քան դաշտում։ Այս վկայությունները տարբեր աղբյուրներից գալով ստեղծում են մի պատկեր, որը հակասում է պաշտոնական կենսագրություններին։ Դրանք ցույց են տալիս, որ Մանվել Գրիգորյանի վերելքը 1994-ից 98 թվականները միայն մարտական արդյունքների հետևանք չէր, այլ նաև մաս էր համակարգի, որտեղ որոշակի մարդիկ ստանում էին արագ նշանակումներ, մինչդեռ դրանց փաստաթղթային հիմնավորումները մնում էին անբավարար կամ բացակայող։ Հետաքրքիրն այն է, որ այս բոլոր վկաները խոսում են ոչ թե հանցավոր գործողությունների մասին, այլ համակարգային փոփոխության մասին, որտեղ կանոնները ճկվում էին հատուկ մարդկանց համար, եւ որտեղ ազգային շահերը դառնում էին արդարացում այն գործողությունների համար, որոնք սովորական իրավիճակում անթույլատրելի կլինեին։ 1998 թվականին, երբ Մանվելը ստանում է գեներալ-լեյտենանտի կոչում եւ նշանակվում ՊՆ առաջին փոխնախարար, նա արդեն իսկ դառնում է մարդ, ով վերահսկում է ոչ միայն ռազմական ստորաբաժանումներ, այլև ազդում է պաշտպանության քաղաքականության վրա։ Այս պաշտոնը, որը նա պահում է մինչև 1998 թվականը, նրան տալիս է հասանելիություն Բուդեգի հսկայական հատվածների, ռազմական պայմանագրերի եւ զինվորական անձնակազմի կադրային նշանակումների։ Բայց նույն ժամանակ այդ տարիներին սկսվում են նաև առաջին զեկույցները անկանոն գործարքների, անհայտ մատակարարների եւ պահեստների վերահսկողության մասին, որոնք չեն համապատասխանում պաշտոնական հաշվետվություններին։ Վերջին վկան, ով խոսեց 1999 թվականին, բացահայտեց այն, ինչը պետք է դառնար հետագա քրեական հետաքննությունների հիմքը։ Նա ծառայել էր Պաշտպանության նախարարության մատակարարման վարչությունում եւ տեսել է, թե ինչպես են որոշ պայմանագրեր ստորագրվում առանց մրցութային ընթացակարգերի։ Մենք ստանում էինք հանձնարարականներ վերևից, որ որոշակի ընկերություններին տրվեն պայմանագրեր զինվորական պարենային մատակարարման համար։ Երբ ստուգում էինք այդ ընկերությունների գրանցումը, պարզվում էր, որ դրանցից շատերը ստեղծվել էին միայն մի քանի ամիս առաջ եւ չունեին համապատասխան փորձ։ Բայց մեզ ասում էին, որ սա վերևի որոշումն է, եւ մենք չպետք է հարցեր տանք։ Ավելի ուշ, երբ սկանդալը պայթեց 1998 թվականին, ես հասկացա, որ այդ ընկերություններից որոշները կապված էին Եռագան կազմակերպության հության հետ, որի նախագահը այդ ժամանակ Մանվել Գրիգորյանն էր։ Այս վկայությունները համատեղ ստեղծում են պատմություն, որը սկսվում է որպես ռազմական նվիրվածություն եւ վերածվում քաղաքական-տնտեսական ցանցի, որտեղ մարտական փորձառությունը դառնում է մուտքի անցագիր դեպի իշխանություն, իսկ այդ իշխանությունը փոխարկվում է անվերահսկելի ազդեցության։ Եթե մենք ընթերցում ենք այս հարցազրույցները, մենք տեսնում ենք ոչ թե մի մարդու անկում, այլ համակարգի էվոլյուցիա, որտեղ հերոսությունը եւ կոռուպցիան սկսում են ապրել կողք կողքի եւ որտեղ պաշտպանության գաղափարը աստիճանաբար փոխարինվում է ինքնապաշտպանության գաղափարով։ Արդյոք այս վկաները խոսում էին ճշմարտությունը, թե նրանք ստեղծում էին պատմություն, որը հարմարվում էր հետագա քաղաքական անհրաժեշտություններին։ 1998 թվականի մարտին Երևանի կենտրոնական զինվորական հիվանդանոցում հայտնվեց մի հիվանդ, ում անունը բժշկական փաստաթղթերում գրանցված էր որպես պացիենտ Գ.Մ. 64 տարեկան, բարձրաստիճան պաշտոնյա։ Բժիշկներին խնդրվել էր պահպանել լրիվ գաղտնիություն, իսկ հիվանդասենյակը գտնվում էր հիվանդանոցի առանձին թևում, որտեղ հասանելիությունը սահմանափակված էր։
Բժիշկներից մեկը, ով մասնակցել է բուժմանը եւ ով հետագայում տվեց ցուցմունք փակ վարույթի ընթացքում, բացահայտեց, որ հիվանդի վիճակը չէր համապատասխանում պաշտոնական բժշկական հաշվետվություններին։ Մենք ախտորոշեցինք սրտանոթային խնդիրներ, բայց նաև հայտնաբերեցինք երիկամների անբավարարության նշաններ, որոնք խոսում էին երկարատև սթրեսի եւ հնարավորապես այլ գործոնների մասին։ Երբ մենք ենթադրեցինք անցկացնել ավելի խորը հետազոտություններ, մեզ ասվեց, որ պացիենտը մերժում է եւ որ բավական են միայն հիմնական ընթացակարգերը։ Այս բժշկական դրվագը, որն առաջին հայացքից կարող է թվալ անկապ, իրականում բացահայտում է կարևոր մանրամասներ Մանվել Գրիգորյանի կյանքի այն շրջանի մասին, երբ նա արդեն իսկ 8 տարի էր ծառայում որպես ՊՆ առաջին փոխնախարար։ Բժշկական վկայությունները ցույց են տալիս, որ այս տարիներին նրա առողջական վիճակը սկսում է վատանալ, բայց պաշտոնական հաղորդագրություններ չկան, որոնք կբացահայտեին այդ խնդիրները։ Ավելին, բժիշկները նշում են, որ հիվանդը պահանջում էր արագ վերականգնում եւ նվազագույն ժամանակ հիվանդանոցում, կարծես վախենալով, որ նրա բացակայությունը կարող է ինչ-որ կերպ ազդել իր դիրքի վրա։ Երկրորդ բժիշկը, ով մասնակցել է բուժմանը, պատմեց ավելի անհանգստացնող դրվագի մասին։ Մի գիշեր 1998 թվականի ապրիլին պացիենտը սկսեց խոսել քնի մեջ։ Նա կրկնում էր անուններ, որոնք ես ճանաչում էի լրատվամիջոցներից՝ Արաքել, Շմայս, Վազգեն։ Նա ասում էր. «Դրանք պետք է լինեին անտեսանելի։ Ոչ ոք չպետք է իմանա»։ Ես, որպես բժիշկ, պարտավոր էի գրանցել այդ էպիզոդը բժշկական մատյանում, բայց երբ հաջորդ օրը եկա աշխատանքի, տեսա, որ այդ էջը հանված է։ Երբ հարցրի գլխավոր բժշկին, նա ասաց, որ սխալ էջ էր եւ որ ես պետք է ավելի ուշադիր լինեմ։ Այս վկայությունը հարուցում է հարցեր այն մասին, թե ինչ ճնշման տակ էր գտնվում Մանվել Գրիգորյանը այդ տարիներին։ 1998 թվականը նշանավորվում է քաղաքական լարվածությամբ Հայաստանում, երբ հին պետական կառույցները փոխարինվում են նորերով, երբ նախկին մարտական հրամանատարները փորձում են պահպանել իրենց դիրքերը նոր իշխանական համակարգում։ Բժշկական խնդիրները, որոնք հայտնվում են այս շրջանում, կարող են լինել ֆիզիկական արտահայտությունը այն սթրեսի, որը առաջանում է ապրելով կրկնակի կյանքով, պաշտոնական դեմքը, որը պահպանում է հերոսական կերպարը, եւ անտեսանելի դեմքը, որը կապված է գաղտնի գործարքների եւ ազդեցության ցանցերի հետ։ Երրորդ բժշկական վկան, ով խոսեց միայն 1999 թվականի դատական վարույթների ընթացքում, բացահայտեց, որ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում ստացել է այցելություններ, որոնք չեն գրանցված պաշտոնական այցելուների մատյանում։ Ես աշխատում էի գիշերային հերթափոխում եւ տեսա, որ ուշ երեկոյան հիվանդասենյակ են մտնում երկու անձինք։ Նրանք չէին ներկայացել ինձ եւ ուղղակի անցան, կարծես ունեին թույլտվություն։ Ես լսեցի բարձրաձայն խոսակցություն, որտեղ մեկը ասում էր. «Դու պետք է հանգստանաս, մենք կպահենք ամեն ինչ վերահսկողության տակ»։ Ավելի ուշ ես իմացա, որ այդ այցելուներից մեկը եռագանի ներկայացուցիչ էր։ Բժշկական գաղտնիությունների եւ այցելությունների այս համադրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ հիվանդանոցային անկողինը Մանվելը չէր կարողանում լիովին անջատվել այն համակարգից, որին ինքը կառուցել էր։ Նրա առողջության վատացումը կարող է լինել ազդանշան այլ անդամներին, որ նրա դիրքը թուլանում է, եւ նրանք պետք է գործեին, որպեսզի պահպանեն կայունությունը։ Սա ստեղծում է պատկեր, որտեղ անձը եւ համակարգը այնքան փոխկապակցված են, որ նույնիսկ անձնական առողջական ճգնաժամը դառնում է կազմակերպչական հարց։ 1999 թվականի հունիսին Մանվելը թողնում է հիվանդանոցը, պաշտոնական հայտարարությամբ, որ նա լիովին վերականգնված է եւ պատրաստ է վերադառնալ պարտականություններին։ Բայց բժիշկները, ովքեր բուժեցին նրան, պատմում են այլ պատմություն։ Նա դեռևս չէր ողջամբ կարգավիճակում։ Մենք խորհուրդ տվինք երկարատև հանգիստ եւ ընթացիկ բժշկական հսկողություն, բայց նա մերժեց։ Նա ասաց. «Ես չունեմ ժամանակ հիվանդանալու համար»։ Երբ նա հեռացավ, մենք միմյանց նայեցինք եւ հասկացանք, որ այս մարդը ապրում է այնպիսի ճնշման տակ, որը չի կարելի բուժել դեղամիջոցներով կամ ընթացակարգերով։ Դա էր ճնշումը, որը գալիս էր ներսից, իշխանության, վերահսկողության եւ գաղտնիքների բեռից, որը նա կրում է տարիներ շարունակ։ Բժիշկների այս վերջին դիտարկումը բացահայտում է մի ճշմարտություն, որը հաճախ մոռացվում է բարձրաստիճան պաշտոնյաների կենսագրություններում։ Իշխանության գագաթին գտնվող մարդիկ ոչ միայն կառավարում են ռեսուրսներ կամ անձնակազմ, այլ կրում են անտեսանելի բեռ, որը աստիճանաբար քայքայում է նրանց մարմինը եւ հոգեկանը։ Մարդու մարմինը չի կարող ստել։ Երբ 1999 թվականի սեպտեմբերին Մանվել Գրիգորյանը հայտնվեց հերթական բժշկական զննման ժամանակ, նրա արյան ճնշումը գրանցվեց 195, 110, իսկ սրտի հաճախությունը 98 զարկ րոպեում։ Բժիշկը, ով վարում էր զննումը, նշեց մատյանում. «Պացիենտը ցուցաբերում է քրոնիկ սթրեսի նշաններ, երիկամների ֆունկցիայի նվազում,
քնի խանգարումներ։ Բայց այս բժշկական տերմինների հետևում թաքնված էր ավելի խորը ճշմարտություն։ Իշխանությունը, որը Մանվելը կուտակել էր տասնամյակների ընթացքում, սկսում էր լուծարել նրա մարմինը ներսից։ Նեյրոբիոլոգները բացահայտել են, երկարատև վերահսկողությունը փոխում է ուղեղի քիմիան։ Կորտիզոլի մակարդակը մնում է բարձրացած, ինչը թուլացնում է իմունային հիմակարգը։ Մանվել Գրիգորյանի դեպքում այս փոփոխությունները սկսվել էին շատ ավելի վաղ, քան բժիշկները գրանցեցին։ Վկաները, ովքեր աշխատել են նրա հետ 1998 թվականների սկզբին, նկարագրում են մարդու, ով քնում էր միջինը 4 ժամ գիշերը, ով սովորաբար բաց թողնում էր ճաշը եւ ով հաճախ ցուցաբերում էր հանկարծակի բարկության պոռթկումներ, անհամաչափ իրավիճակին։ Մի նախկին օգնական, ով խնդրեց մնալ անանուն, պատմեց. 1998 թվականի մոտ ես նկատեցի, որ գեներալը սկսեց կրկնել նույն հարցերը մի քանի անգամ նույն օրվա ընթացքում։ Նա կարող էր տալ հանձնարարական առավոտյան, իսկ երեկոյան հարցնել, թե ինչու դա դեռ չի կատարվել, թեև մենք արդեն իսկ զեկուցել էինք նրան։ Սա չէր նրա բնավորության մաս, սա էր ինչ-որ բանի նշան, որ ներսում ինչ-որ բան փոխվում էր։ Բժշկական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մանվելը մերժել է հոգեբանական խորհրդատվություն։ 1999 թվականի մարտին մի հոգեբան գրել է իր զեկույցում. Սուբյեկտը ցուցաբերում է պարանոյայի նշաններ, չափազանց զգոն է իր շրջապատի նկատմամբ, մեկնաբանում է չեզոք իրավիճակները որպես հնարավոր սպառնալիքներ։ Խորհուրդ է տրվում խորը հոգեբանական գնահատում, բայց սուբյեկտը մերժում է համագործակցել։ Այս զեկույցը երբեք չի ներկայացվել պաշտոնական ատյաններին, եւ հոգեբանը հետագայում պատմեց, որ նրան խնդրվել է չշարունակել այդ գնահատումը։ Իշխանությունը նաև փոխում է սոցիալական վարքագիծը։ Հոգեբանները հաստատում են, մարդիկ, ովքեր երկար ժամանակ գտնվում են իշխանության դիրքերում, սկսում են կորցնել էմպաթիան։ Չորրորդ վկան, ով ծառայել է Պենում 1998 թվականների վերջին, նկարագրեց դրվագ, որը լուսաբանում է այս փոփոխությունը։ 1998 թվականի աշնանը մենք ունեցանք խորհրդակցություն բյուջեի բաշխման մասին։ Մի փորձագետ ներկայացրեց վերլուծություն, որը ցույց էր տալիս, որ որոշ ծախսեր չեն համապատասխանում իրական կարիքներին։ Գեներալ լեյտենանտ Գրիգորյանը լսեց մի քանի րոպե, ապա ընդհատեց եւ ասաց. Ես չեմ հարցնում ձեր կարծիքը։ Ես ասում եմ, թե ինչպես պետք է լինի։ Սենյակում ընկավ լռություն։ Մենք բոլորս հասկացանք, որ այլևս չկար քննարկման տեղ, կար միայն հրամանատարություն։ Այս վարքագծային փոփոխությունը չէր միայն անձնական բնավորության հարց, դա էր համակարգի արդյունք։ 1998 թվականներին Հայաստանի պաշտպանության համակարգը դեռևս պահպանում էր խորհրդային ժառանգության շատ տարրեր՝ հիերարխիան, անվերապահ հնազանդությունը, գաղտնիությունը։ Բայց միաժամանակ այն նաև ինտեգրվում էր նոր իրականության մեջ, որտեղ շուկայական հարաբերությունները, անձնական կապերը եւ ոչ պաշտոնական ցանցերը դառնում էին նույնքան կարևոր։ Մանվելը գտնվում էր այս երկու աշխարհների խաչմերուկում։ 5-րդ վկան, բժիշկ, ով մասնակցել է Մանվելի բուժմանը 1999 թվականին, բացահայտեց մանրամասներ։ Երբ մենք անցկացրինք մանրամասն հետազոտություններ, հայտնաբերեցին, որ նրա երիկամների ֆունկցիան նվազել էր մոտավորապես 30%-ով վերջին 5 տարիների ընթացքում։ Սա չէր սովորական ծերացման արդյունք։ Երբ մենք հարցրինք նրա ապրելակերպի մասին, նա ասաց. Ես չունեմ ապրելակերպ, ես ունեմ պարտականություններ։ Այդ պատասխանը ամեն ինչ ասում էր մեզ։ Այս մարդը ապրում էր ոչ թե իր համար, այլ իր դերի համար, եւ այդ դերը սպանում էր նրան աստիճանաբար։ Բժշկական գիտությունը հաստատում է, քրոնիկ սթրեսը հանգեցնում է ալոստատիկ բեռի, կուտակված վնասի, որը մարմինը կրում է երկարատև սթրեսային պայմաններում։ Մանվելի դեպքում այս բեռը սկսել էր կուտակվել դեռևս 1992 թվականից։ 6-րդ վկան, նախկին եռագան անդամ, նկարագրեց. 1998 թվականների վերջին ես նկատեցի, որ Մանվել սեկտորին դարձել էր ավելի կասկածամիտ։ Նա պահանջում էր մանրամասն զեկույցներ յուրաքանչյուր գործողության մասին, ստուգում էր նույնիսկ փոքր ֆինանսական գործարքները եւ հաճախ փոխում էր իր որոշումները վերջին պահին։ Երբ մենք հարցնում էինք, թե ինչու է սա անհրաժեշտ, նա ասում էր. Ես պետք է վստահ լինեմ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Բայց մենք տեսնում էինք, որ սա էր վախ, որ ինչ-որ բան կարող է սխալ գնալ եւ ամեն ինչ կքանդվի։ Այս վկայությունը բացահայտում է հոգեբանական մեխանիզմ վերահսկողության պատրանք։ Մարդիկ, ովքեր երկար ժամանակ գտնվում են իշխանության դիրքերում, սկսում են հավատալ, որ նրանք կարող են վերահսկել ամեն ինչ։ Մանվելի դեպքում այս մեխանիզմը դարձավ ինքնակործանարար, որքան ավելի շատ էր նա փորձում վերահսկել, այնքան ավելի շատ էր նա կորցնում իրական վերահսկողությունը իր սեփական առողջության, իր հարաբերությունների, իր հեղների, իր հեղինակության վրա։
7-րդ վկան հոգեբան տվեց գնահատական. երբ մարդը ապրում է մշտական սթրեսի տակ, երբ նա չի կարող վստահել ոչ ոքի, երբ նա պետք է միշտ պահպանի դեմք եւ թաքցնի իր իրական զգացմունքները, նրա մարմինը եւ հոգեկանը սկսում են փլուզվել։ Սա ոչ թե թուլության նշան է, սա մարդկային օրգանիզմի բնական արձագանքն է անբնական պայմաններին։ Մանվել Գրիգորյանը ապրում էր այնպիսի իրականության մեջ, որտեղ նա չէր կարող թույլ տալ իրեն լինել խոցելի, բայց հենց այդ անխոցելիության դիմակը դարձավ նրա ամենամեծ խոցելիությունը։ 1999 թվականի դեկտեմբերին Մանվելը հրաժարվեց ՊՆ առաջին փոխնախարարի պաշտոնից։ Պաշտոնական հայտարարությունը խոսում էր անձնական պատճառների մասին, բայց բժշկական փաստաթղթերը ցույց էին տալիս, որ նրա առողջական վիճակը հասել էր կրիտիկական կետի։ Բժիշկները պահանջել էին անմիջական հանգիստ եւ երկարատև բուժում, բայց Մանվելը, թեև թողեց պաշտոնական պաշտոնը, շարունակեց մնալ եռագանի նախագահ եւ պահպանեց իր ազդեցությունը վետերանական շարժման վրա։ Նա չէր կարող թողնել իշխանությունը, քանի որ իշխանությունը դարձել էր նրա ինքնության մաս, եւ առանց դրա նա չգիտեր թե ով է։ Ֆիզիոլոգիան չի ստում։ Մարմինը պահպանում է հիշողությունը յուրաքանչյուր սթրեսային պահի, յուրաքանչյուր անկնության գիշերի, յուրաքանչյուր ճնշված զգացմունքի։ Երբ մենք նայում ենք Մանվել Գրիգորյանի բժշկական պատմությանը, մենք տեսնում ենք ոչ միայն մի մարդու առողջական խնդիրները, այլև իշխանության գինը, այն գին, որը վճարվում է ոչ թե դրամով, այլ տարիներով, առողջությամբ, հոգեկան հանգստությամբ։ Այս գինը չի գրված պաշտոնական կենսագրություններում, բայց այն տեսանելի է յուրաքանչյուր բժշկական զեկույցում, յուրաքանչյուր վկայության մեջ, յուրաքանչյուր լուսանկարում, որտեղ տեսանելի է հոգնածությունը աչքերում։ Արդյոք Մանվելը գիտակցում էր այս գինը, երբ նա սկսեց իր վերելքը դեպի իշխանություն, թե նա, ինչպես շատերը, հավատում էր, որ նա կլինի բացառություն, որ նա կկարողանա պահպանել իշխանությունը առանց կորցնելու իրեն։ Ազգային արխիվի երկրորդ հարկի վերջին սենյակում, որտեղ օդը հոտ էր տալիս հին թղթի եւ մոռացված պատմությունների, արխիվարը հայտնաբերեց մի տուփ, որի վրա գրված էր միայն Պենե 19098G։ Տուփը չէր բացվել վերջին 20 տարիների ընթացքում, եւ երբ նա զգուշությամբ բացեց այն, ներսում գտավ 364 էջ փաստաթղթեր, որոնք պաշտոնապես երբեք չէին գոյություն ունեցել։ Դրանք ներքին հաղորդագրություններ էին, ֆինանսական հաշվետվություններ, անձնական նամակներ եւ զեկույցներ, որոնք ստեղծվել էին 1998 թվականից 1999 թվականները։ Հենց այն տարիներին, երբ Մանվել Գրիգորյանը ծառայում էր որպես Պենե առաջին փոխնախարար։ Առաջին փաստաթուղթը, որը գրավեց արխիվարի ուշադրությունը, ներքին հուշագիր էր, ուղղված Պենե ֆինանսական վարչության ղեկավարին։ Այն թվագրված էր 1998 թվականի փետրվարով եւ պարունակում էր հարցեր զինվորական պարենային մատակարարման պայմանագրերի մասին։ Խնդրում ենք բացատրել, թե ինչու Armenia Service SPN, որը գրանցվել է միայն 6 ամիս առաջ եւ չունի համապատասխան փորձ, ստացել է 3 միլիոն դրամի պայմանագիր զինվորական մասերի սննդամթերքի մատակարարման համար։ Խնդրում ենք նաեւ տրամադրել տեղեկություններ ընկերության սեփականատերերի եւ դրա կապերի մասին Պաշտպանության նախարարության հետ։ Այս հուշագրի ներքևում կար ձեռագիր նշում. պատասխան չի ստացվել, հարցը փակված է վերևի հանձնարարությամբ։ Երկրորդ փաստաթուղթը ավելի մանրամասն էր։ Այն ներքին աուդիտի զեկույց էր, որը կատարվել էր 1998 թվականի հունիսին եւ ուսումնասիրել էր զինվորական պահեստների գույքագրումը։ Զեկույցը նշում էր, որ 5 զինվորական պահեստներում հայտնաբերվել են զգալի անհամապատասխություններ գրանցված եւ փաստացի ապրանքների միջև։ Մանրամասն ցանկում թվարկված էին բացակայող ապրանքները՝ 210 տոննա ալյուր, 160 տոննա շաքար, 80 տոննա բանջարեղեն, 50 տոննա միս։ Զեկույցի վերջում գրված էր. խորհուրդ է տրվում անցկացնել քրեական հետաքննություն հնարավոր յուրացման դեպքերի բացահայտման համար։ Բայց այս խորհրդատվությունը երբեք չի իրականացվել, եւ զեկույցի վերջին էջում կար կարմիր կնիկ՝ գաղտնի, չտարածել։ Երրորդ փաստաթուղթը անձնական նամակ էր, որը գրել էր զինվորական մասի հրամանատարը եւ ուղղել ՊՆ ղեկավարությանը։ Նամակը թվագրված էր 1998 թվականի սեպտեմբերով եւ նկարագրում էր իրավիճակ, որը տեղի էր ունեցել նրա մասում։ Հարգելի գեներալ, ես ստիպված եմ դիմել ձեզ, քանի որ իմ բազմակի դիմումները ստորին ատյաններին մնացել են անպատասխան։ Վերջին 3 ամսվա ընթացքում մեր մասը ստացել է սննդամթերք, որի որակը չի համապատասխանում ստանդարտներին։ Զինվորները բողոքում են, որ հացը մոխրագույն է եւ անհամ։ Միսը ունի անսովոր հոտ, իսկ բանջարեղենը մասամբ փչացած է։ Երբ ես դիմեցի մատակարարին, ինձ ասվեց, որ սա ընդունված որակն է եւ որ ես չպետք է հարցեր տամ։
Ես պատասխանատու եմ իմ զինվորներորների առողջության համար եւ չեմ կարող լռել այս իրավիճակի առջեւ։ Նամակի ներքևում կար պատասխան, որը գրված էր 1 ամիս հետո։ Ձեր դիմումը քննարկվել է։ Մատակարարը համապատասխանում է պայմանագրային պահանջներին։ Հարցը փակված է։ 4-րդ փաստաթուղթը ֆինանսական հաշվետվություն էր եռական կազմակերպությունից, որը ներկայացվել էր PN 1998 թվականի նոյեմբերին։ Հաշվետվությունը նկարագրում էր կազմակերպության եկամուտները եւ ծախսերը, եւ մի տող հատկապես աչքի էր ընկնում. նվիրատվություններ զինվորական նպատակների համար 50 միլիոն դրամ։ Բայց հաշվետվությունում չկար մանրամասում, թե ով էր կատարել այդ նվիրատվությունները եւ ոնց էին այդ գումարները օգտագործվել։ Փաստաթղթի ստորին մասում կար նշում. մանրամասները տրամադրվում են միայն լիազորված անձանց խնդրանքով։ Այդ լիազորված անձանց ցուցակը չէր կցված։ 5-րդ փաստաթուղթը վկայակոչում էր, որը տվել էր մի նախկին ՊՆ աշխատակից, ով հրաժարվել էր պաշտոնից 1999 թվականի հունվարին։ Վկայությունը գրանցված էր ներքին անվտանգին անվտանգության ծառայության կողմից, բայց երբեք չի օգտագործվել պաշտոնական հետաքննությունում։ Ես տեսա, թե ինչպես են որոշ մատակարարները ստանում պայմանագրեր առանց մրցույթների, առանց պատշաճ գնահատման։ Երբ ես բարձրացրի այս հարցը իմ անմիջական ղեկավարին, նա ինձ խորհուրդ տվեց չմիջամտել բարձր մակարդակի որոշումներին։ Ես հասկացա, որ այս համակարգում չկա տեղ այն մարդկանց, ովքեր փորձում են հետևել կանոններին, եւ որոշեցի հեռանալ, քանի դեռ չեմ դարձել այդ համակարգի մասը։ 6-րդ փաստաթուղթը պարունակում էր ցանկ ընկերությունների, որոնք ստացել էին պայմանագրեր PN-ից 1998 թվականից 1999 թվականների ընթացքում։ Ցանկում կային 36 ընկերություն, եւ արխիվարը, ով ուսումնասիրեց այն, նկատեց նմանատիպ օրինաչափություն։ Շատ ընկերություններ գրանցված էին նույն հասցեում, ունեին նույն լիազորված անձանց եւ հաճախ փոխանցում էին պայմանագրերը մեկը մյուսին։ Ավելին, ցանկի վերջում կար ձեռագիր նշում. այս ընկերություններից 17-ը ունեն կապեր եռագանի անդամների հետ, ինչը կարող է ստեղծել շահերի բախում։ Նշումի հեղինակը չէր ստորագրել եւ չկար ոչ մի հետք, թե ինչու այս տեղեկությունը չի հետաքննվել։ 7-րդ փաստաթուղթը բանավոր հարցաքննության արձանագրություն էր, որը վարել էր ներքին աուդիտի բաժինը 1999 թվականի ապրիլին։ Հարցաքննվողը, ով աշխատել էր PN մատակարարման վարչությունում, պատմել էր մանրամասնորեն այն ընթացակարգերի մասին, որոնք օգտագործում էին պայմանագրերի տրամադրման համար։ Նա նշել էր, որ սովորական պրակտիկան, որը պահանջում էր նվազագույնը 3 տարբեր առաջարկներ, հաճախ անտեսվում էր, եւ որ որոշումները կայացվում էին վերևից։ Արձանագրության վերջում կար քննիչի մեկնաբանություն։ Վկան ցուցաբերում է վախ հետագա հետևանքներից եւ պահանջում է անանունության երաշխիքներ։ Նրա վկայությունը համապատասխանում է այլ աղբյուրներից ստացված տեղեկություններին, բայց անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ։ Այդ լրացուցիչ ապացույցները երբեք չի հավաքվել։ Այս փաստաթղթերը, որոնք 20 տարի պառկած էին մոռացված տուփում, ներկայացնում են պատմություն ոչ թե մեկ մարդու, այլ ամբողջ համակարգի մասին։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես պաշտոնական կառույցները կարող են ծառայել ոչ պաշտոնական շահերին, թե ինչպես վերահսկողության մեխանիզմները կարող են շրջանցվել, եւ թե ինչպես մարդիկ, ովքեր փորձում են բարձրացնել հարցեր, համակարգված կերպով լռեցվում են։ Մանվել Գրիգորյանի անունը չի հիշատակվում բոլոր այս փաստաթղթերում, բայց նրա պաշտոնը, նրա ազդեցությունը, նրա կապերը ներկա են յուրաքանչյուր էջում, կամ ուղղակիորեն, կամ որպես ստվեր, որը ընկնում է յուրաքանչյուր որոշման վրա։ Երբ պատմությունը փորձում է դատել մարդուն, նա բախվում է հարցի, որը չունի պարզ պատասխան։ Արդյոք մեկ կյանքում կարող են համակեցել երկու հակառակ ճշմարտություններ։ 1998 թվականի հունիսին, երբ Մանվել Գրիգորյանը հրաժարվեց PN առաջին փոխնախարարի պաշտոնից, նա թողեց հետևում երկու լեգենդ՝ մեկը ազատագրիչի, ով պաշտպանեց Արցախը ամենադժվար տարիներին, մյուսը համակարգի շինարարի, ով օգտագործեց իր դիրքը անձնական ազդեցության համար։ Բայց ո՞րն է ճշմարտությունը, երբ երկու պատմությունները հիմնված են փաստերի վրա, երբ երկու կերպարները գոյություն ունեն միաժամանակ, երբ հերոսությունը եւ կոռուպցիան ապրում են նույն մարդու մեջ։ Արցախում, Գետրութի հուշարձանի մոտ, որտեղ փորագրված են անունները նրանց, ովքեր զոհվեցին պաշտպանելով այդ հողը, Մանվել Գրիգորյանի անունը հիշատակվում է հարգանքով։ Վետերանները, ովքեր մարտնչեցին նրա հրամանատարության ներքո, պատմում են պատմություններ նրա խիզախության, նրա ռազմավարական մտածողության, նրա կարողության ոգեշնչել զինվորներին ամենավտանգավոր պահերին։
Մի վետերան, ով մասնակցել է Մարտակերտի վերադարձին 1992 թվականի ամռանը, շտմեց. Երբ մենք պաշարված էինք եւ ամեն ինչ թվում էր կորած, Մանվելը եկավ առաջնագից։ Նա չմնաց շտաբում, նա եկավ մեզ մոտ, նայեց մեր աչքերին եւ ասաց. «Մենք չենք հեռանալու այստեղից, քանի որ այս հողը մերն է, եւ մենք կմնանք այստեղ, թեկուզ վերջինս»։ Այդ խոսքերը տվեցին մեզ ուժ շարունակելու, եւ մենք պահեցինք դիրքերը։ Բայց Երևանում, դատարանի դահլիճում, որտեղ 1998 թվականին քննվում էին մեղադրանքները Մանվել Գրիգորյանի դեմ, վկաները պատմում էին այլ պատմություն։ Նախկին զինվոր, ով ծառայել է 1998 թվականների սկզբին, վկայեց. «Մենք ապրում էինք պայմաններում, որտեղ սննդամթերքը բավարար չէր, համազգեստները մաշված էին, բայց միաժամանակ լսում էինք, որ որոշ հրամանատարներ ապրում են շքեղ տներում եւ վարում թանկարժեք մեքենաներ։ Երբ մենք հարցնում էինք, թե ինչու է այդպես, մեզ ասում էին. «Դուք զինվորներ եք, ձեր գործը մարտնչելն է, ոչ թե հարցեր տալը»։ Մենք զգում էինք, որ մեր զոհողությունները օգտագործվում են ոչ միայն հայրենիքի պաշտպանության, այլև որոշ մարդկանց հարստացման համար։ Երկու պատմություններ, երկու իրականություններ, երկու ճշմարտություններ։ Որը պետք է հավատալ, երբ երկուսն էլ հիմնված են փաստերի վրա։ Փորձագետները, ովքեր ուսումնասիրել են Մանվել Գրիգորյանի կյանքը, նշում են, որ նրա դեպքը ոչ թե բացառություն է, այլ օրինակ համակարգի, որտեղ մարտական հերոսությունը եւ քաղաքական կոռուպցիան ոչ թե հակասում են միմյանց, այլ լրացնում։ Պատմաբան Արմեն Հովանիսյանը գրել է. «Հետխորհրդային տարածքում, որտեղ հին համակարգը փլուզվել էր, բայց նորը դեռ չէր ձևավորվել, մարտական հրամանատարները դարձան նոր էլիտայի մաս։ Նրանք ունեին հեղինակություն, ունեին կապեր, ունեին փորձ կազմակերպելու մարդկանց, եւ այդ ամենը դարձավ կապիտալ նոր իրականության մեջ։ Մանվել Գրիգորյանը օգտագործեց այդ կապիտալը, ինչպես շատ ուրիշներ, բայց դա չի նշանակում, որ նրա մարտական ներդրումը պակաս իրական էր»։ 1998 թվականից հետո, երբ Մանվելը այլևս չէր պաշտոնական պաշտոնում, նա շարունակեց մնալ Եռագանի նախագահ եւ պահպանեց իր ազդեցությունը վետերանական շարժման վրա։ Այս շրջանում նա դարձավ խորհրդական, միջնորդ, մարդ, ում մոտ դիմում էին խնդիրներ լուծելու համար։ Բայց միաժամանակ սկսվեցին նաև առաջին հրապարակային քննադատությունները։ Լրագրողները սկսեցին հրապարակել հոդվածներ Եռագանի գործունեության մասին, հարցականներ բարձրացնելով այն մասին, թե ինչպես է կազմակերպությունը ֆինանսավորվում եւ ինչու են որոշ վետերաններ ստանում նպաստներ, մինչդեռ ուրիշները ոչ։ 2002 թվականին, երբ Մանվելը ընտրվեց ԱԺ падգամավոր հրականից, նա վերադարձավ պաշտոնական քաղաքականություն։ Նրա ընտրական արշավը հիմնված էր հերոսական անցյալի վրա։ «Ես պաշտպանեցի Արցախը դաշտում, հիմա ես կպաշտպանեմ վետերանների իրավունքները պարլամենտում»։ Բայց նրա հակառակորդները մատնանշում էին հակասությունները։ Ինչպես կարող է մարդը, ով տասնամյակներ ապրել է իշխանության մեջ, հիմա ներկայանալ որպես ժողովրդի պաշտպանիչ։ Այս հարցը մնաց անպատասխան, բայց Մանվելը ընտրվեց, ինչը ցույց էր տալիս, որ նրա հերոսական կերպարը դեռևս ուժեղ էր հասարակության մեջ։ Պարլամենտում Մանվելը դարձավ պաշտպանության եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, որտեղ նա մասնակցում էր քննարկումներին զինվորական բյուջեի, զինվորական ծառայության պայմանների, վետերանական նպաստների մասին։ Նրա ելույթները հաճախ էին հղում անում Արցախյան պատերազմի փորձին, եւ նա պաշտպանում էր դիրքորոշումը, որ վետերանները պետք է ստանան ավելի շատ աջակցություն պետությունից։ Բայց միաժամանակ քննադատները նշում էին, որ նա չէր խոսում այն համակարգային խնդիրների մասին, որոնք ինքը մասամբ ստեղծել էր իր ծառայության տարիներին։ 2012 թվականին, երբ Մանվելը վերընտրվեց երկրորդ անգամ, նրա հանրային կերպարը սկսեց փոխվել։ Սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել լուսանկարներ եւ վիդեոներ, որոնք ցույց էին տալիս նրա ապրելակերպը՝ մեծ տուն, թանկարժեք մեքենաներ, անասնաբուծական ֆերմա, որը համարվում էր մասնավոր կալվածք։ Քննադատները սկսեցին հարցնել. ինչպես կարող է զինվորական, ով ամբողջ կյանքը ծառայել է պետությանը, ունենալ այդքան հարստություն։ Մանվելի պատասխանը եղավ. «Ես աշխատել եմ ամբողջ կյանքս, եւ ինչ որ ունեմ, վաստակել եմ իմ աշխատանքով եւ Եռագանի գործունեությամբ»։ Բայց այս պատասխանը չբավարարեց շատերին, ովքեր տեսնում էին հակասություն զինվորական աշխատավարձի եւ ցուցադրված հարստության միջև։ 2017 թվականին, երբ Հայաստանում սկսվեց քաղաքական փոփոխություն, Մանվել Գրիգորյանի անունը սկսեց հայտնվել նոր համատեքստում։ Ընդդիմությունը, որը պահանջում էր հին համակարգի փոփոխություն, սկսեց մատնանշել նրան որպես խորհրդանիշ այն կոռուպցիայի, որը տարածվել էր պետական համակարգում։ Բայց միաժամանակ Արցախում եւ վետերանական շրջանակներում նա դեռևս համարվում էր հերոս, ով իր կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։ Երկու կերպարները գոյություն ունեին զուգահեռ,
եւ հասարակությունը բաժանված էր։ Ոմանք տեսնում էին միայն հերոսին, ուրիշները միայն կոռուպցիոներին։ Փորձագետները փորձեցին բացատրել այս երկճակությունը։ Սոցիոլոգ Անի Մարտիրոսյանը նշեց. Հայաստանի հասարակությունը ունի բարդ հարաբերություն իր հերոսների հետ։ Մենք ուզում ենք հավատալ, որ մեր ազատագրիչները անբիծ են, որ նրանք մարտնչել են միայն բարձր գաղափարների համար։ Երբ մենք իմանում ենք, որ նրանցից ոմանք նաև օգտագործել են իրենց դիրքը անձնական շահի համար, մենք զգում ենք դավաճանություն։ Բայց իրականությունը ավելի բարդ է։ Մարդիկ կարող են լինել միաժամանակ հերոսներ եւ թերություններ ունեցող անհատներ, եւ մենք պետք է սովորենք ընդունել այդ բարդությունը։ 1018 թվականի հունիսին, երբ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց մեղադրանքներով զինվորներից գողացված ունեցվածքի համար, երկու լեգենդները բախվեցին միմյանց։ Դատախազությունը ներկայացրեց ապացույցներ, պահեստներում հայտնաբերված զինվորական սննդամթերք, համազգեստներ, այլ գույք, որոնք պաշտոնապես պետք է լինեին զինվորական մասերում։ Պաշտպանությունը պնդում էր, որ դրանք եռագանի սեփականություն են, որ դրանք նախատեսված էին վետերանների աջակցության համար, որ ամեն ինչ օրինական է։ Բայց հանրությունը տեսավ լուսանկարները, հսկայական պահեստներ, լեցուն սննդամթերքով, մինչդեռ զինվորները բողոքում էին անբավարար սնուցման մասին։ Արցախում, երբ լուրը հասավ Մանվելի ձերբակալության մասին, մարդիկ դուրս եկան փողոցներ բողոքելու։ Նրանք պահում էին պաստառներ. «Մանվելը մեր հերոսն է, ազատ, արձակեք ազատագրիչին»։ Վետերանները տվեցին հարցազրույցներ, որտեղ պաշտպանում էին նրան։ Մանվելը փրկեց մեզ պատերազմում, հիմա մենք պետք է փրկենք նրան։ Բայց Երևանում ուրիշ ցույցեր էին։ Արդարություն զինվորների համար, ոչ ոք վեր օրենքից։ Երկու խմբերը խոսում էին նույն մարդու մասին, բայց տեսնում էին երկու տարբեր մարդկանց։ Դատական գործընթացը տևեց 2 տարի, եւ այդ ամբողջ ժամանակ Մանվելը գտնվում էր կալանքի տակ։ Նրա առողջական վիճակը վատանում էր։ Բժիշկները զգուշացնում էին, որ նա կարիք ունի բուժման, բայց դատարանը մերժում էր խափանման միջոցը փոխելու միջնորդությունները։ 1019 թվականին, երբ դատավարությունը դեռ չէր ավարտվել, Մամելի պաշտպանությունը ներկայացրեց նոր փաստարկ։ Մեր պաշտպանյալը ծառայել է հայրենիքին ամենադժվար տարիներին։ Նա ռիսկի է դրել իր կյանքը, պաշտպանել է մեր հողը։ Նույնիսկ եթե կան սխալներ, որոնք նա թույլ է տվել հետագայում, դրանք չեն կարող ջնջել նրա ներդրումը ազգային անվտանգության մեջ։ Բայց դատախազությունը պատասխանեց. հերոսական անցյալը չի կարող լինել արդարացում հանցագործության համար։ Օրենքը հավասար է բոլորի համար, եւ ոչ ոք չի կարող օգտագործել իր ծառայությունը որպես անձեռնմխելիության վահան։ Երկու դիրքորոշումները ներկայացնում էին երկու տարբեր տեսակետներ արդարության մասին։ Մի կողմից գաղափարը, որ ազգային հերոսները արժանի են հատուկ վերաբերմունքի, որ նրանց զոհողությունները պետք է հաշվի առնվել, երբ գնահատվում են նրանց հետագա գործողությունները։ Մյուս կողմից սկզբունքը, որ օրենքը պետք է լինի անկախ անձից, որ արդարությունը չի կարող ունենալ կրկնակի ստանդարտներ։ Հասարակությունը բնաբաժանված էր այս երկու դիրքորոշումների միջև, Եվ այդ բաժանումը արտացոլում էր ավելի խորը հարցը. ինչպես պետք է հասարակությունը հրաբերվի իր հերոսներին, երբ նրանք թույլ են տալիս սխալներ։ 1019 թվականի նոյեմբերի 19-ին Մանվել Գրիգորյանը մահացավ հիվանդանոցում, որտեղ նա տեղափոխվել էր կալանավայրից վատացած առողջական վիճակի պատճառով։ Նրա մահը դարձավ վերջին գլուխը պատմության, որը երբեք չստացավ վերջնական դատավճիռ։ Դատական գործը դադարեցվեց, մեղադրանքները մնացին անապացուցված, բայց նաև անհերքված։ Մանվելը մեկնեց, թողնելով հետևում երկու լեգենդ, որոնք դեռևս ապրում են հասարակության գիտակցության մեջ։ Նրա թաղմանը Արցախում հազարավոր մարդիկ եկան հարգանք տալու։ Վետերանները կրում էին նրա դագաղը, արտասվում էին, պատմում էին պատմություններ նրա խիզախության մասին։ Բայց Երևանում, երբ լրատվամիջոցները հաղորդում էին նրա մահվան մասին, մեկնաբանները բաժանված էին։ Ոմանք խոսում էին ազգային հերոսի կորստի մասին, ուրիշները կոռուպցիոների վախճանի մասին։ Երկու պատմությունները շարունակեցին գոյություն ունենալ զուգահեռ, Եվ ոչ մեկը չկարողացավ լիովին հաղթել։ Փորձագետները, ովքեր վերլուծեցին Մանվել Գրիգորյանի կյանքը, եկան եզրակացության, որ նրա դեպքը խորհրդանիշ է ավելի լայն երևույթի։ Պատմաբան Լևոն Ավագյանը գրեց. Մանվել Գրիգորյանը ներկայացնում է սերունդ, որը ապրեց երկու դարասրջանների միջև։ Խորհրդային համակարգի, որտեղ հերոսությունը պարգևատրվում էր պետական ճանաչմամբ, եւ հետխորհրդային իրականության, որտեղ այդ ճանաչումը կարող էր փոխարկվել տնտեսական ազդեցության։ Նա օգտագործեց իր մարտական փորձը որպես կապիտալ, ինչպես շատ ուրիշներ, բայց դա չի նշանակում, որ նրա հերոսությունը կեղծ էր։ Դա նշանակում է, որ հերոսությունը եւ կոռուպցիան կարող են գոյություն ունենալ նույն մարդու մեջ, եւ մենք պետք է սովորենք ապրել այդ պարտության հետ։
Այսօր, երբ մենք նայում ենք Մանվել Գրիգորյանի կյանքին, մենք տեսնում ենք ոչ թե պարզ պատմություն հերոսի կամ հանցագործի, այլ բարդ պատկեր մարդու, ով ապրեց բացառիկ ժամանակներում եւ կատարեց ինչպես արարքներ, որոնք արժանի են հարգեն հարգանքի, այնպես էլ գործողություններ, որոնք արժանի են քննադատության։ Հարց, թե որն է գերակշռում, մնում է անպատասխան, քանի որ պատասխանը կախված է նրանից, թե ով է տալիս այն եւ ինչ արժեքներով է նա ղեկավարվում։ Արդյոք պատմությունը կարող է արդարացի դատել մարդուն, ով միաժամանակ էր հերոս եւ թերություններ ունեցող անհատ։ Թե մենք պետք է ընդունենք, որ մարդկային բնույթը չափազանց բարդ է պարզ դատավճիռների համար։ Կալանավայրի խցում, որտեղ Մանվել Գրիգորյանը անցկացրեց իր վերջին 2 տարիները, կար փոքրիկ պատուհան, որը նայում էր դեպի արևելք։ Ամեն առավոտ, երբ արևը ծագում էր, նա նստում էր այդ պատուհանի մոտ եւ նայում դեպի լեռները, որոնք երևում էին հեռվում։ Այդ լեռները նրան հիշեցնում էին Արցախը։ Այն տարիները, երբ նա մարտնչում էր այդ հողի համար, երբ նա էր երիտասարդ, լի ուժով եւ հավատով, երբ ապագան թվում էր անսահման։ Բայց հիմա, 62 տարեկանում, հիվանդ, մենակ, նա տեսնում էր միայն անցյալը, որը դարձել էր միաժամանակ նրա փառքը եւ նրա դատապարտությունը։ Փաստաբանը, ով այցելում էր նրան շաբաթական մեկ անգամ, պատմեց, որ Մանվելը հազվադեպ էր խոսում իր գործի մասին։ Նա ավելի շատ ուզում էր խոսել անցյալի մասին, մարտերի, ընկերների, այն օրերի, երբ ամեն ինչ թվում էր պարզ։ Երբ ես փորձում էի քննարկել պաշտպանության ռազմավարությունը, նա ընդհատում էր եւ ասում. «Ինչ իմաստ ունի։ Նրանք արդեն որոշել են, թե ինչ եմ ես, եւ ոչինչ չի փոխի դա»։ Ես տեսնում էի, որ նա ոչ թե հրաժարվել էր պայքարից, այլ պարզապես հոգնել էր։ Ֆիզիկապես, հոգեպես, էմոցիոնալ նա հասել էր այն կետին, որտեղ արդեն իսկ չէր կարևորում արդյունքը։ Նրա վերջին օրերը անցան միակ հարևանության սենյակներում, որտեղ մարդիկ սպասում էին մահվան կամ ազատության։ Բժիշկները փորձեցին փրկել նրան, բայց բուժման տարբերակները սահմանափակ էին, եւ ինքը, Մանվելը, մերժեց որոշ ընթացակարգեր, որոնք կարող էին երկարացնել նրա կյանքը։ Ինչու պետք է ես տանջվեմ երկար, որպիսի վերջում միևնույն տեղը լինեմ։ Թող ավարտվի արագ։ Այս խոսքերը բժիշկները հիշում են որպես արտահայտություն ոչ թե վախից, այլ ընդունման այն իրականության, որ նրա պատմությունը վյունը գրված է եւ վերջին էջը մոդենում է։ Վերջին շաբաթվա ընթացքում նա խնդրեց տեսակցություն իր ընտանիքի հետ։ Նրա կինը, ով ամբողջ այս ժամանակ պայքարել էր նրա ազատ արձակման համար, եկավ եւ նստեց նրա կողքին։ Վկաները, ովքեր ներկա էին այդ տեսակցությանը, պատմեցին, որ Մանվելը չխոսեց իր գործի մասին, չխոսեց արդարության մասին։ Նա պարզապես բռնեց կնոջ ձեռքը եւ ասաց. «Ներեցեք ինձ, որ այս ամենը բերեցի ձեզ վրա»։ Այդ խոսքերը բոլորը հասկացան ոչ որպես ճանաչում հանցավորության, այլ որպես գիտակցում այն ցավի, որը նրա ընտրությունները բերել էին իր սիրելիներին։ 1019 թվականի նոյեմբերի 19-ի առավոտյան նա կորցրեց գիտակցությունը եւ այլևս չվերադարձավ։ Բժիշկները փորձեցին վերակենդանացում, բայց ապարդյուն։ Գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ով մեկ ժամանակ պահպանել էր Արցախի հարավը, ով հասել էր իշխանության գագաթին եւ ընկել էր խորագույն անկումը, մեկնեց առանց լսելու վճիռը, առանց իմանալու, թե ինչպես պատմությունը կգնահատի նրան։ Նրա վերջին խոսքերը, որոնք նա արտասանեց մի քանի ժամ առաջ, կորցնելու գիտակցությունից էին. «Ես արեցի այն, ինչ կարծում էի, որ ճիշտ է։ Եվ եթե սխալվել եմ, թող Աստված դատի ինձ, ոչ թե մարդիկ»։ Մանվել Գրիգորյանի մահը դարձավ վերջին գլուխը պատմության, որը սկսվել էր բացակայող էջերով եւ ավարտվեց անավարտ դատավճռով։ Նրա կյանքը մնաց որպես հարց, որի պատասխանը տարբեր է յուրաքանչյուր մարդու համար, որ տարբեր է յուրաքանչյուր սերնդի համար, եւ որը դեռևս շարունակում է բաժանել հասարակությունը, միևնույն մարդու մեջ տեսնելով հերոս եւ մեղավոր, ազատագրիչ եւ շահագործող, ազգային արժանապատիվ եւ ամոթի խորհրդանիշ։ Արդյոք մի կյանք կարող է պարունակել երկու այդպիսի հակասական ճշմարտություններ, թե մենք պարզապես չենք ուզում ընդունել, որ բոլոր մեծ պատմությունները պարունակում են փոքր արատներ, եւ որ փոքր արատները երբեմն ճեղքում են ամբողջ հերոսական շինությունը։